Պատերազմը ցույց տվեց, որ այն նման չէր 25 տարվա առաջվա պատերազմի, որտեղ կար 3 էլեմենտ հրետանի տանկ, հրաձգային զենք, մենք ունեինք հրթիռակոծության պատերազմ։ Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի պաշարներից, որ նա կուտակել է, սարսափելի, բացասական ու ոչ մարդկային զինատեսակներ, խոսքս եւ Տոշկաուի մասին է, եւ այսպես կոչված Սոնցեպեկ համակարգի մասին է, խոսքս եւ բանի մասին է, Սմերչի մասին է։ Գիտեք նաեւ, որ գոյություն ունեն նաեւ SS-300 տեսակի հրթիռներ։ Բայց ես ուզում եմ ասել, որ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա այս 3 երկրների շղթայում միայն Հայաստանն է, որ ունի մի բան, որ կարող է անպատասխան մնալ։ Հայաստանը պիտի ստեղծի միջուկային զենքերի կամ մեզ պիտի պաշտպանեն։ Դուք ուզում եք մի հատ էլ մեզ ջարդել, բա որ պրարիվասալն է։ Հաջորդ գրոհին Ադրբեջանը մենք պիտի կերակրենք ստրոնցիումի նախաճաշով։ Եվ մենք այդ հնարավորություն ունենք։ Մենք ում ենք նայում։ Երբ որ մեր ազգից մարդ չի մնա, մենք այսօր մտածում ենք ճանաչել թե չէ Ղարաբաղը։ Դուք հասկանում եք, որ եթե ուժները պատի մինչև վերջ գալու են ու մորթելու են մինչև վերջ։ Դժբախտաբար թող զբաղվեին դաստիարակային Ադրբեջանին։ Հələ պահեք մերոնց պահվածքը, տեսեք նրանց պահվածքը 80 տարեկան մարդու ականջներ կտրելով եւ այլն։ Չեք տեսնում բան չի փոխվում։ Չեք տեսնում որ բան չի փոխվում։ Եվ մի րոպե էլ դեռ կա։ Եվ ես կարծում եմ նաև մեր արտգործնախարարությունը պետք է մի քիչ վճռական լինի։ Ու ինչքան պետք է ասենք Պեդրո արգումենտա, ադրամենտա, այնպես պերսոնա նոն գրատա հայտարարեք։ Միխայել Սահակաշվիլի հայտարարեք պերսոնա նոն գրատա։ Առանց մտածելու դուրս է տալիս։ Ինչ է դուրս տալիս, իր խնդիրներն ունի Ռուսաստանի հետ։ Ինչի է խառնում ես այդ խնդրին։ Բելարուսի արտգործնախարարը ինչ է դուրս տալիս։ Հասկացեք, ձեզ ստիպեք ձեզ հարգեն։ Մեզ միենք հարգեն այդ որոշումներից։ Այսօր մենք մի վայրեք մարդու, մի ավանցյուրիստի դեմը կանգնել ենք, եթե Հայաստանը չեն այդ ավանցյուրն գնալու հասնելու մինչև ուր։ Անդադ մեր կյանքի հաշվին 100 տարի առաջել էր նույնը, 170 տարի առաջել էր նույնը, հիմա էլ է նույնը։ Հիմա փառք Աստծո, կա պետություն։ Միակ ամենակարևոր բանը, որ կա պետություն, եթե միասնական կապ չունի, 20 անգամ քիչ են, 10 գած ենք, չեն կարող հաղթել։ Մանավանդ ունենք այն տեխնիկական հնարավորությունները, որ տեղը գտնենք Ադրբեջանին, եւ թող այս ելույթից հետո ամբողջ Եվրոպան չգիտեմ արևմուտքը կամ նույնիսկ Ռուսաստանը խոսեն, թե ինչ են խոսում Հայաստանում։ Նորմալ բաներ են խոսում։ Մենք արժանի ենք հարգանքի։ Մենք ենք այդ ոհմակը պայը 500 տարի։ Այլապես ամբողջ Եվրոպան ու հարավով հյուսով մենք հիմա գիտենք որ ազգերով էր բնակեցված։ Շնորհակալություն։